Մենք քանի որ 90-ական թվերին Ղարաբաղում պատերազմը հաղթեցինք, բայց առաջ չգնացինք, հիմա մենք ստանում ենք դրա հետևանքները, այսինքն Ադրբեջանն է հիմա ուզում առաջ գալ այնքան ինչքան հնարավոր է իր հաղթանակից հետո, իսկ մենք խղճացինք Ադրբեջանին, ասեցինք հերիք է մեզ Ղարաբաղը և առաջ չգնացինք, հիմա մենք դրա համար կրում ենք մեր պատիժը, բայց եթե մենք հիմա չհամախմբվենք ու չստեղծենք հզոր բանակ շատ արագ ժամկետներում մի քանի տարվա ընթացքում, ապա Թուրքիան մի կողմից, Ադրբեջանը մյուս կողմից քիչ-քիչ ամբողջ Հայաստանը կսեփականաշնորհեն և հայ ժողովուրդը վերջին անգամ կիմանա ինչ է նշանակում հայկական անձնագիր, կգնա Վրաստան, կգնա Ռուսաստան, կգնա ստեղ ընտեղ, կդառնա լրիվ ցիգանի կարգավիճակ, այնպես որ միակ տարբերակը դա համախմբվել ազգային հայկական գաղափարախոսության շուրջ, գնալ պայքարի մինչև վերջ, քիչ զոհերի գնով նոր պատերազմ, տեխնոլոգիական պատերազմ և այս անգամ պետք է մենք աշխատենք ոչ միայն Ղարաբաղի, այլև Նախիջևանի ուղղությամբ, երկուսն էլ հետ բերենք, որպեսզի էլ միջանցք և այլ հարց չառաջանա, այսինքն մենք կտրենք Նախիջևանը Ադրբեջանից և ճիշտ է ասում Վովա Վարդանավը, որը միշտ ասում է ամենահեշտը Նախիջևանի հարցն է, Նախիջևանը մեր գերին է, մենք պետք է այն վերցնենք, քանի որ եթե այն մնաց Թուրքի ձեռը, այն աճելու է, ծաղկելու է ու այսօր եկուս դառնա Արարատ, հոկտեմբերյան, Լեննական, Երևան, Աբովյան, Նախիջևանը դա ստրատեգիական գոտի է, այնտեղից է մուտքը Պարսկաստան, այնտեղից է հեշտ ճանապարհը դեպի Երևան և այլ, շատ մեծ հարցեր կա Նախիջևանի տակ, այնպես որ դուք պետք է պատրաստվեք երկու ուղղությամբ պատերազմի, փոքր, բայց հաղթական, դա Նախիջևանն է և Ղարաբաղն է, երկու գծով Ալիևը պետք է ստանա հայկական բռունցքի ուժը զգա և հետ նահանջի և ցանկանա կնքել խաղաղություն արդեն, բայց հայկական պայմաններով, երբ որ այդ երկուսը կանցնի մեզ, այդ ժամանակ միայն մենք կարող ենք զգալ ապահով պետություն և շարունակել մեր կյանքը, լավ մնաք։